Փետրվարի 12-ին նախատեսվում է նորաստեղծ ուժեղ Հայաստան կուսակցության համագումար։ Եվ այնտեղ կնչի մեր վարչապետի տեխնացուի անունը։ Գալիք ընտրությունները շատ կարևոր են լինելու, ասաց մեր ձևով ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ։ Ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ եթե տեսնում է, որ իր հնարավորությունը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր հնարավորությունը անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի process-ի մեջ, թույլ չտա, որ իր ձեները կորեն։ Բացի այդ նա հստակեցրեց, թե ովքեր կարող են լինել իրենց թիմում, կարևոր նախապայման համարելով մաքուր ձեռքեր ունենալն ու պրոֆեսիոնալիզմը։ Թիմում լինելու են մարդիկ, ովքեր աշխատել են բոլոր կառավարությունների հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այլ կառավարությունների հետ, չունենք այդ մեծ ընտրությունը, մեր հասարակությունը, որ իրար մոռանանք։ Կարապետյանը ասուլիսին անդրադարձավ նաև ավելի վաղ արված իրենց հայտարարությանը, ըստ որի իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստանալու եւ դրանի պատասխան եւ իշխանությունների մեղադրանքներին, թե այդպիսով օրենք կխախտվի։ Սամվել Կարապետյանը մեր ուժը հաստատ պարգևաճարների կարիք չունի։ Մարդը պետք է սահման ունենա իր ցանկությունների։ Մենք Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով ոչ թե ինչ-որ բան ստանալու է, այլ իր կողմից մեծ ներդրում է անելու պետական համակարգի կայացման մեջ։ Այն ներդրումը, որը մինչև չի արվել։ Սպառող չենք մենք, այս ճանապարհը մենք ընտրել ենք սպառող չլինելու համար, որովհետև այն հնարավորությունները, ինչ գործարարը հայկական ամենամեծ կորպորացիան ունի, իսկ Տաշիր ընկերությունների խումբը այսօր հայկական պատմական ամենամեծ կորպորացիան է, հաստատ շահույթի առումով աննախադեպ է եւ անհամեմատելի է, ես կասեի հնարավորությունների առումով նաեւ համեմատելի է շատ առումով երկրների բյուջեներին։ Այդ իսկ պատճառով, որպես հայ մարդ, այս process-ի մեջ մտնելով Սամվել Կարապետյանը, ոչ այդպիսի մեր ուժը որևէ այդպիսի նկրտում չի կարող ունենալ։ Նորաստեղծ կուսակցությունը պահպանեց ինտրիգը վարչապետի թեկնածուի հարցում։ Թեպետ շեշտը դրվեց նրա վրա, որ Սամվել Կարապետյանն է այն մարդը, որը կարող է ճիշտ բանակցել, երկիրն այս վիճակից հանել։